Այս թեման, որ ընտրվել է, ինքը շատ մշակումներ է անցել, ժողովուրդ ջան։ Եվ այսօրվա դրությամբ ինքը շատ ակտուալ է մեր համար, որովհետև հավատացյալը իր կյանքում պիտի աճի ու պտուղ բերի։ Գիշեք այդտեղ, չէ՞, Տեր Հիսուսն ասեց, ես ձեզ դնում եմ, որպեսզի դուք աճեք եւ պտուղ բերեք։ Էսի կարևոր բան է։ Եվ միտեղ ամենակարևոր բանը, որ մենք մեր կյանքում բաց ենք թողնում, Տեր Հիսուսը մեզ բոլորիս, իր աշակերտներին, իր հետնորդներին, իրան լսողներին, բոլորին մի բան ասում. Աստծո հավատք ունեցեք։ Գիշեք այդ տեղը, Աստծո հավատք ունեցեք։ Եվ ես ուզում եմ իմ այս նյութի վերաբերյալ հիմնեմ հենց սրա վրա, որովհետև արդարը հավատքով պիտի ապրի, ինքը շատ խորը բան ունի իր մեջ, գանձ ունի իր մեջ պահված եւ խորհուրդներ կա, որի միջոցով ես ու դու որպես հավատացյալ պիտի կարելի ասել ոնց որ դրա միջոցով մոտենանք Աստծուն։ Սուրբ գրքում հավատքի մասին շատ բաներ ա գրված, եղբայրները շատ տեղեր կարդացին տարբեր տեղերից, ես չեմ կրկնվելու, բայց ես ուզում եմ մի բան ասեմ, որ զարմանալի չթվա ձեզի։ Ես դա գիտականորեն կասեմ, ասենք փիլիսոփայները, որոնք որ աստվածաբան են իրանց համարում Սուրբ Գիրքը քննելով, հաստատում են, որ հավատք բառը իր մեջ բազում գործողություններ է պարունակում, շատ բազում, այսինքն նա ամփոփում է ընդհանուր ամփոփման հետևանքով անվանում է կոչվում հավատք։ Եվ Հակոբոս առաքյալը իզուր չի ասում ցույց տուր քո հավատքը, եւ ես ցույց տամ իմ հավատքը գործերով։ Այսինքն նա գործնական բնույթ է կրում մարդու կյանքի մեջ, բայց ոչ թե մեր ձեռքերով, մեր մտքով, մեր գաղափարով, մեր էությամբ, այլ դա ունի աստվածային հատկանիշ, որովհետև մենք այդ հավատքը, որ ոչ մեր պապերից ենք ժառանգե, ոչ մեր հայրերն ու մայրներն են մեզի փոխանցե, այլ Սուրբ գրքում մի պարզ համար կա, դա Աստծո պարգև է, իր անունը թող փառավորվի։ Այսինքն, եթե այսօր դու կարողանում ես կանչել ընդամենը Տեր Հիսուսի անունը, իմացի, Աստված քո մեջ մանանեխի հատիկ է դրե։ Դրա համար մենք շնորհակալ ենք Տիրոջից։ Իր անունը թող փառավորվի եւ ես ուզում եմ մի քանի տեղ ընթերցեմ։ Նայեք Հովանու ավետարանի մեջ 3-րդ գլխի մեջ մի հատ sense հետարքիր համար կա։ Ինչի ես շեշտեցի, որ հավատքի մեջ շատ գործողություններ են պարունակում, որից մեկը մի քանիսի մասին ես կխոսամ, ժամանակ չի լինի, որ շատ բաների մասին զրուցենք, բայց մի քանիսի բաների մասին կզրուցենք։ 3-րդ գլուխ 36-րդ խոսքում այսպեսի համար կա գրած. Նա որ որդիին կհավատա, հավիտենական կյանք ունի, եւ ան որ որդիին չի հնազանդե, կյանքը պիտի չտեսնե, հապա Աստծո բարկությունը անոր վրա պիտի լինի։ Եթե ուշադրություն դարձրեցիք այս նախադասության մեջ, ուղիղ, պարզ, համառոտ գրված է։ Նա որ կհավատա, հավիտենական կյանք ունի, եւ նա որ չի հնազանդվում, կյանքը պիտի չտեսնե, կտրուկ է գրված։ Կտրուկ։ Եթե դու չունես այդ հնազանդությունը քո մեջ, դու կյանքը չես տեսնում։ Նշանակում է, սիրելիներս, հավատքի առաջի պայմաններից մեկը, ոչ թե առաջինը, այլ նրանցից մեկը, դա հնազանդությունն է։ Այսինքն, եթե ես իմ բերանով ասում եմ, որ հավատում եմ քեզ Տեր Հիսուս, բայց չեմ հնազանդվում Տեր Հիսուսի ասած խոսքին, դա փուչ հավատք է։ Այդտենց հավատք ամբողջ այս աշխարհը ում ուզում եք մոտեցեք։ Մենք Պիրիաջիցկի տես լինում ա, որ ռուսական խումբը դուրս ա գալի, ասենք Մոսկվայի փողոցներում եւ վկայում, ասենք ոնց որ ավետարանչություն են անում, ում հարցնում ես, ասում դու конечно, мы все верим в Бога։ Իրականում բոլորն էլ հավատում են Աստծուն,
Բայց ի՞նչն է պատճառը, որ չեն կարում հավատքի մեջ հաստատվեն, որովհետև ոչ մեկ չի ուզում հնազանդվի։ Իսկ հնազանդությունը, դա գիտեք ինչ, մարդու համար ամենադժվարանցելի բարիերն է, որովհետև եթե դու ուզենաս հնազանդվես Տեր Հիսուսին, առաջինը դու պիտի հրաժարվես քո եսից։ Եթե դու պիտի ուզենաս հնազանդվես այս խոսքին, դու պիտի ընդունես բոլոր այն բաները, որ այստեղ գրված է։ Եվ Տեր Հիսուսը պարզ է ասում, սիրելի քույրեր, եղբայրներ ջան, ով որ չի հնազանդվում, նա կյանքը պիտի չտեսնի։ Եվ ես ուզում եմ, որպեսզի ավելի ճիշտ սենց հարցս ուղեմ, կհամաձայնվեք, որ Աստված քանդի մեր շինածը, կառուցի Իրանը։ Կուզեք այդպես լինի։ Իր անունը թող փառավորվի։ Եթե ուզում ենք այդպես լինի, մենք պիտի խնդրենք Աստծուց առաջին հնազանդություն։ Սուրբ գրքում շատ հաստատող բաներ կա, որ հրեա ազգի մեջ հենց այս բախումն է տեղի ունեցել, որտեղ որ Տեր Հիսուսը երբ որ եկավ քարոզեց հավիտենական կյանքի մասին, նես չէր, որ մենք այդ մարդկանցից բնությունով տարբերվում էինք, կամ մենք հատուկ ենք, կամ չգիտեմ ուրիշ ձև ենք շինված, չէ, նույն մարդիկ էին, ինչ որ հրեա ազգն էր, ինչպիսին նույնպես էլ մենք էինք։ Բայց երբ որ Տեր Հիսուսը եկավ քարոզ արեց, տեսեք Կայափա քահանայապետը վրաս բան արեց, տենց բան կար, ավելի ճիշտ թագավորը կներեք, թագավորը այդ դարվա խռովեց, ոնց թե ես այստեղ թագավոր եմ, հələ մի հատ էլ թագավոր պետք է գա, ու գրված ասում է թագավորը խռովեց ու ամբողջ Իսրայելը։ Եվ ինչ տեղի ունեցավ, թագավորը ուղարկեց եւ սպանեց բոլոր մանուկներին, որոնք որ կարծեցյալ էին Տեր Հիսուսի տարիքին պիտի լինեին։ Ինչի համար, որ հանգարց իր թագավորությանը չկպնի, հանգարց ուրիշ թագավոր իրանից բացի չծնվի։ Ու ես մի բան ասեմ, թող բոլորիս զարմանքնալի չթվա, նույն մարդը մենք ենք։ Ես ունեմ իմ թագավորությունը, դու ունես քո թագավորությունը։ Եվ մենք ամբողջովին կարճած ենք, ասես բռնված ենք դրանից, որ հանգարց ու հանգարց մեր ձեռից ոչ մեկ դա չտանի։ Բայց Տեր Հիսուս ասում է, եթե չհնազանդվես, կյանքը պիտի չտեսնես։ Հիմա ինչ անենք։ Կհիշեք մի հատ այս բան ասեց։ Եվ հիմա ես դա ձեզ եմ ասում, ուզում եք երկնքի արքայություն մտնեք։ Բոլորս էլ ուզում ենք, չէ՞, երկնքի արքայություն մտնենք։ Տեր Հիսուսի պայմանը սա էր. մինչև չմեռնես, երկնքի արքայություն չես մտնի։ Ցորենը մինչև չմեռնի պտուղ չի տա։ Սա պայման է։ Կարծես ասենք սա ֆորմուլա է տենց, հա, ֆորմուլա բանաձև է, լուծումը գտնելու համար այս բանաձև, այսինքն հավիտենական կյանքի բանաձևը սկսվում է սրանից։ Շատ անգամ մենք զարմանում ենք, ասում ենք, ինչի Տերը այս մարդուն օրհնում է, այն մեկին էս անում են բանձի։ Ինչի մենք չենք կարող ասենք այս հարցի մեջ ոնց որ բան ունենք, Տեր, ինչի ես ինձի կոչում եմ հավատացյալ, անունդ կանչում եմ, էս եմ անում, այն եմ անում, բայց ես չեմ կարող կենթանի քո հետ հաղորդակցություն ունենամ։ Որտեւ ես չեմ ուզում, որ ինքը իմ սրտիս, իմ հոգուս աշխարհի թագավորը լինի։ Բառացի ես կասեմ, հեսա վրա ուշադրություն դարձրեք։ Բառացի ես միշտ համաձայն եմ։ Բայց իրականությունը, երբ որ գալիս է տեղի ունենալու, որտեվ նա որ ասում է դու որ համաձայնվում ես թագավորություն տալու, սրտիդ միջից քո ամենաթանկն է տանում։ Քո փառքն ու եսը։ Ու ստեղ բախում է տեղի ունենում։ Ես չեմ ուզում տամ, որտեվ քանի տարի աճեցրել եմ, փայփայել եմ, պահել եմ, բայց հենց այնպես կտամ։ Տերն էլ ասում է պայմանը սա է, սիրելիս։ Դու պիտի տաս դա,
Այն ինչ որ դու ունես, ես էլ պետք է տամ այն ինչ որ ես ունեմ։ Հիմի մեր մեջ հարց է ծագում ընտրության։ Ուզում ես երկինք մտնես, ուզում ես հավիտենական կյանքը ժառանգես, պիտի հնազանդվես։ Երրորդ կամ երկրորդ տարբերակ չկա, սիրելի քույրեր, եղբայրներ ջան։ Համենայն դեպս Աստվածաշունչը մեզի տենց չի ասում, լավ, ոչինչ, դե գնա մի քիչ ապրի, հələ տենանք, մի բան կանենք։ Սիրելիները, սա փափուկ բարձ է մեր գլխի տակ, եւ սա մեզի անօրենը գցում է ապահովության մեջ, հուսադրելով քեզի, որ գիտես, ինչ դե լավ, դե մի օր կգա, դե Տերը երկնքից կիջնի, հոսես կբռնեմ ոտից կբարձրանամ երկինք, դե մի բան կանենք։ Ասում է աչք փակել բացելու պես է լինելու այդ ակտը։ Այդ ամեն ինչը տեղի է ունենալու մի վարքյանվա մեջ, դաժե վարքյանից էլ քիչ է տևելու, չես էլ հասցնելու անգամ իր անունը կանչես։ Մեր եղբայրներից մեկին տենց եղել է, որ այդ նման վիճակի մեջ այս եղբայրը նենց հույսով է եղել, որ Տերը երբ որ գա, իրան անպայման կվերցնի։ Բայց ասում է երազ եղավ տենց սատանայի ներգործություններ իջել վրեն, ասում է պատկերացնում եք անգամ չէի կարում բերանս բացել Հիսուսի անունը կանչել, որտեղ այդ ամեն ինչը նենց արագ տեղի ունեցավ։ Ասում է երազիցս, ասենք հարթնացա ու ասի Աստված ջան, այս ինչ լավ էր, որ երազել այդ օրվանից իրան այդ աղբերը վկայում է։ Մենք մի եղբայր ունենք, կարող է որ անունն ասեմ շատերդ կլսեք, ինքը եղբայր չէր, մեր Երևանից ասենք շատ ճանաչված անձնավորություն էր։ Մայրը անընդհատ ասում է տղաս Հիսուսին ընդունի, մեղք ես։ Ասում է մամ ջան, ես էլ երիտասարդ եմ, կհասցնեմ։ Ասում է տղես, դու չգիտես վաղը քո հետ ինչ կլինի, Հիսուսին ընդունի։ Ասում է մամ ջան, այս մի գործս էլ անեմ ու վերջ։ Երբ որ տնից դուրս ա գալի այդ օրը պատահական, գիտեք, ասենք ավտոյով գնալուց ալում, չգիտեմ ում ինչ վնաս են ուզում տան, հենց առաջի գյուլել էս տղուն ա կպնում, տեղը մանում ա։ Մերը ողբում էր, ասում էր, «Յարաբ թե դու Հիսուսին ընդունած լինեիր, ես հիմա այս դառը արցունքները չէի թափի»։ Սիրելի քույրեր, եղբայրներ ջան, մենք չգիտենք վաղը ինչ ա լինելու, բայց մենք մի բան այսօր պիտի վստահության մեջ կանգնած լինենք, որ մենք Տիրոջն ենք։ Արդարը հավատքով պիտի ապրի, ես հիմա ուզում եմ մի քիչ էլ դրա մասին խոսամ։ Հավատքով ապրելը գիտեք ինչ է նշանակում, նա չի, որ ես բերան ասում, գիտեք ինչ, ես հավատացյալ եմ, ես հավատում եմ Հիսուսին։ Դու հավատքը ցույց ես տալի քո կյանքով։ Քո ապրած կյանքն է այդ ապացույցը, որ դու հավատքի մեջ ես։ Քո բերանը երբեք չի կարա քեզ արդարացնի եւ ցույց տա որպես պարզ, մաքուր, անկեղծ անձնավորություն։ Այդտենց բան չկա։ Մենք մեր բերանով մենք մեզի կարանք գովենք, մեկ էլ հա կարանք մեզ ձեռնետը փնովենք, բայց սա իրականությանը չի համապատասխանում։ Որովհետև մենք էությամբ լրիվ ուրիշ բան ենք։ Բայց արդարը հավատքով պիտի ապրի։ Եվ սա, գիտեք, ասենք, այս գործը Աբրահամի կյանքում տեղի ունեցավ, ինչի Աբրահամին Աստված համարեց արդար։ Եվ ինչի է այդ հավատքը, որ որպես գործողություն քո կյանքում երևալով արդարացնում է քեզի, որովհետև դու Քրիստոսի վրա եղած հույսով ապացուցում ես, որ դու անխախտ ես։ Եվ ես Հռոմեացիս թղթի մեջ մի հատ տեղ կկարդամ, որ մեր նահապետ Աբրահամի մասին գրված է։ Հռոմեացիս 4-րդ գլուխ 21-րդ խոսքից, ավելի ճիշտ 20 խոսքից կարդամ։ Երբ որ Աբրահամն ուներ խոստում, պատկերացնում եք, Աստված ձեզի մի հատ բան է խոստացել։ Հիմա Աստված ձեզի խոստացել է երկնքի առկայություն։ Աստված մեզ բոլորիս խոստանում է հավիտենական կյանք։ Եվ տեսեք ինչպես ապրավ Աբրահամը այդ կյանքը։ Աբրահամին Աստված խոստացել էր, որ պիտի սերունդ ունենաս։ Եվ քո սերունդը ավազից շատ պետք է լիներ։ Պատկերացնում եք, Աբրահամն ասեր, դե լավ է, տարիները անցել է, 100 տարեկան մարդ եմ, հələ նոր պետք է սերունդ թողեմ։ Բայց տեսեք Աբրահամի խոսքը եւ Աբրահամի կյանքը, որտեղ որ նա իրականում ապացուցում էր։ Եվ ասում է, անհավատությունով չտարակուսեցավ Աստծո խոստումին վրա, հապա հավատքով զորացած Աստծո փառք տվավ։ Այսինքն կապ չունի այն ինչ որ քո կյանքում դու ուզում ես արվի, չի արվում, կամ այն ինչ որ Աստված խոստացել է քեզ չի տեղի ունենում։
Դա առիթ չի ձեռնում, որ դու կասկածես Աստծո սիրո վրա, կամ կասկածես Աստծո զորության վրա, կամ էլ ասես դե լավ է, Աստված ինձ չի լսում։ Բայց տեսեք Աբրահամի հավատքի գործը, Աբրահամի հավատքի ապացույցը, որ նա չտարակուսեցավ, չկասկածեց Աստծո խոստումի վրա, որովհետև Աստված խոստացել էր, եւ տեսեք ինչ տեղի ունեցավ։ Եվ իր մտքին մեջ հաստատ պահեց, թե նա որ խոստվավ, կարող է ընալալ, կարող է անիել։ Աբրահամը վստահ էր, համոզված էր։ Եվ տեսեք, այդ հավատքը ուր բերեց։ Աստված երբ որ տեսավ սա Աբրահամի մեջ, սենց եղավ։ Ասեց ասոր համար իրեն արդարություն սեպվեցավ, որովհետև Աբրահամը Աստծո առաջ անխախտ էր։ Եվ Աստված ուզեց փորձել Աբրահամի այդ հաստատ հավատքը, գիտեք, մենք մեր կյանքում մենք էլ ենք փորձվում։ Աբրահամին ուզեց Աստված փորձել այդ հաստատ հավատքը եւ ասեց Աբրահամ, որդուդ պետք է տանես զոհաբերելու։ Ես համոզված եմ յուրաքանչյուր մեկին, մեր երեխեքին մատը փուշ մտնի, եղբայր աղոթի, եղբայր էս արա, չգիտեմ խառնվենք իրար, կընկնենք տապնապի մեջ։ Համենայն դեպս չենք ուզենա, սիրելիներս, չենք ուզենա։ Ես իմ կյանքում էդի ապրել եմ, գիտեմ էդ ինչ բանա։ Երեխուդ քո ծոցից տանեն, էդի ահավոր բանա։ Չես ուզում դու, չես ուզում 10, բայց Աբրահամին կենթանի երեխուն, այն խոստումին, որ ինքը սպասել է, 25 տարի սպասել է, ասում Աբրահամ տանես զոհաբերելու իմ համար։ Եվ Սուրբ Գիրքն ասինքն Աբրահամի գործունեությունը ապացուցում է։ Գիտեք ինչ ասում Աբրահամը։ Ասում Աստված քարերից էլ կարա Իսահակներ հատուցանի։ Սա կենթանի հավատք է։ Պատկերացնում եք։ Եվ հենց սա է ուզում Աստված մեր մեջ տեսնի, սիրելի քույրեր, եղբայրներ ջան։ Ոչ թե նա, որ մենք ասենք Տեր, հավատում ենք քեզ, դևերն էլ են հավատում Աստծուն։ Բայց հնազանդվել Աստծուն շատ դժվար բան է։ Հնազանդվել ես խոսքին դժվար բան է, որովհետև կարող է քեզի վաղ ասեն ախպեր, հələ սպասի։ Հələ մի հատ ընդ հանգիստ նստի, խոնարհվի։ Էդի գիտեք, էդի իմ համար ինչ է, ոնց թե։ Էսում ես ասում այ ախպեր։ Ես խոնարհվեմ, ես կներեք մի հատ տենց եղբայր կար, շատ հավատքի մեջ երկար տարիներ ուներ, ինձանից մի քանի անգամ։ Մի անգամ շշկրվեցի, ասի եղբայր դու պիտի ապաշխարես։ Մատս ես տնգեց, ասեց այ ջահել։ Հենց տենց։ Այդ դու ես ինձ ասում, դու հələ գնա դու այնքան պետք է հաց սպանել ուտես, որ իմ տարիքին հասնես, սիրելիներ, սա ցավալի բան է։ Այսինքն այս մարդը իր կյանքում չի հասկացել ինչ բան է հավատքը։ Եվ սա ոչ մի օգուտ չի տա, ոչ ինչ, ոչ քեզ, որովհետև աշխարհից ոչ մի ձև չեմ տարբերվում ես։ Էլ ինչ մնացած բաների մասին է խոսքը։ Դրա համար Տերը շեշտադրում է դնում, չնազանդվողը պիտի չմտնի այդ կյանքը պիտի չտեսնի, որովհետև նա չի հասկացել ինչ բան է։ Եվ սրան զուգահեռ մի շարունակություն էլ կա, սիրելիներս։ Կհիշեք մի հատ ստեղ կա գրված, ասում է հաստատ հիմքը փորձվում է քամիներով, փոթորիկով, ով որ խոսքի վրա հիմնավորված կանգնած ամուր, Աբրահամի օրինակով։ Եվ ես ասեմ ավելին, որ ոչ մի անգամ Այդեն Սուրբ Գիրքն ասում, ոչ մի բերան երկնքում չի կարանալու իրան արդարացնի, բայց այն քամին, որ քեզի փորձել է, կամ այն փոշին, որ քեզի փորձել է, ու չի գցե, նա պիտի քո մասին երկնքում վկայի։ Ոչ թե քո կողքի նստած ընկերը, ոչ էլ քո հարազատ եղբայրը, չէ։ Դրա վրա հույսները չդրեք, կարող է 5-ի հետ լավ լնես, 10-ի հետ վատ լնես, այն 10-ը այնքան կբողոքեն։ Աստված հեռու տանի։ Մի ասում եմ, Աստված մի արարծե, որ այդ վիճակի մեջ ընկնենք։
Բայց եթե ես իմ ոսոխից հետ ընկերացած եմ, ոսոխը գիտեք ինչն է, դժվարությունն է։ Եվ մեր պատահելիք բոլոր բաներն են, եթե ես դրա հետ համաձայն եմ եւ ասում եմ եղբայր ջան, Տեր օրհնի, պետք է նստեմ, կնստեմ, ինչ ա եղել։ Որտեւ ես հավատում եմ ինձ բարձրացնողն ու ցածրացնողը Տեր Հիսուսն է։ Ինձ խոնարեցնողը Տեր Հիսուսն է։ Իմ հետ աշխատանք տանողը Տեր Հիսուսն է։ Եվ ես բոլորին սենց խորհուրդ եմ տալիս, սիրելիներս։ Եթե դու չես տենում քո եղբորը որպես Քրիստոս, իր ասածը չես ընդունում որպես Քրիստոսի, միշտ խնդրեմ ես ունենալու։ Որովհետև մարդ հարաբերության մեջ մենք պետք է մի հատ մեր մեջ գիտեք ինչ շահն է խոսում։ Ես իրան անեմ ինքը ինձ, կամ ես զիջեմ, վաղը ինքը կզիջի, կամ ես իրան լավություն անեմ, որ ինքը ինձ լավություն անի։ Հոգևոր կյանքում տես բան չկա։ Մենք ունենք տենց սովորություն, չէ, հաղորդության մեջ։ Եթե Հիսուսը չարեց այդ բանը, ու եթե դու Հիսուսի համար չարեցիր, էսի խնդրի մեջ ենք ընկնելու, քուրեր եղբայրներ ջան։ Դրա համար Սուրբ Գիրքը մինչև այսօր խոսացվում է եւ ամեն ժամանակ ուզում է որ հիշացնի մեզի։ Մեզ համար դուռ է բացված, սիրելի քուրեր եղբայրներ ջան, եղբայրները վկայեցին շանս երկինք մտնելու։ Ես ճանաչում եմ, ասենք, սովորություններ եզդի ազգի շատ ուսումնասիրել եմ, այնքան անգամ այս վերջերս խնդրեցի, որ տենց բաներ կան, որ ազգային արխիվներից մեզի տեղեկություններ են փոխանցում։ Նրանք, որոնք որ ասենք 1500 թվականների այդ տվյալներ են փոխանցում եղբայրների հետ, անընդհատ այդ ես հասկանում եմ, որ դժվար է։ Ոչ մի մարդուն էլ հեշտ չի։ Բայց մենք որոշում ենք կայացրել եւ դուս ենք եկել ճանապարհ։ Այդ ճանապարհի մեջ Տեր Հիսուսն ասում է հարմար չի, որ դուք հետ նայեք։ Պիտի որոշում կայացնենք։ Կամ ընտրում ենք այս ուղին գնալով դեպի երկինք, կամ էլ որ ասում ավարիա ենք տալու։ Եվ Աստված մի արարցե, որպեսզի մենք հանկարծ արխային ընկնենք, էլի, նենց մեկը մեզի համոզի, որ դեռ ժամանակ կա, դեռ չգիտեմ ինչ կա։ Նման պարագայի մեջ Տեր Հիսուսը հենց այս խոսքին, որ գրված է Եբրայեցիս թղթերի մեջ, ասում է, եթե մեկը ետ քաշվի իմ հոգին անոր պիտի չհաճի։ Եթե մեկը ետ քաշվի իմ հոգին անոր պիտի չհաճի։ Քուրեր եղբայրներ ջան, ժամանակի պատճառով ես ընդամենը մի քանի բան շեշտեցի հավատքի մեջի պարունակող գործողություններից, բայց նրա ցանկը շատ է, շատ ընդլայնն է եւ շատ խորն է։ Ես ուղղակի խնդրում եմ, որպեսզի տեսեք այս համաձայնությունը, որ դուք տվեցիք, երկինքը լսեց, ես պարապ չասեցի։ Եվ վաղը մյուսօր մենք սրա համար պատասխան ենք տալու, որովհետև մենք նոր համաձայնվեցինք, որ մերը Տերը փլի, Իրանը կառուցի։ Մենք համաձայնվել ենք արդեն։ Ու մենք սրա համար անգամ պիտի աղոթք անենք եւ անգամ պիտի աղաչանք անենք, որ Տերը մերը փլուզի եւ Իրանը կառուցի։ Այս բանն էլ ասեմ, շատ տարիներ առաջ մեր ավագ եղբայրներից մեկի հետ ես շատ երիտասարդ էի, համ հավատքի մեջ, համ տարիքով աղոթքի կանգնանք։ Այս եղբայրը տենց աղոթք արեց, ասեց. Տեր, օգնի ինձ, որ ես չխանգարեմ քեզ։ Ազատի ինձանից ինձ։ Ասի Աստված ջան, այս աղբերը որ սենց աղոթք անում։ Բա մենք ինչ պիտի անենք։ Մի տեսակ ծանր այս բանը, իմ մեջ դες ծանր թված, ոնց թե ազատի ինձանից ինձ։ Գիտեք, անցան տարիներ, երբ որ հավատքի կյանքի մեջ մտա պատերազմի մեջ, հասկացա, որ այդ եղբայրը այդ ճանապարհ արդեն անցել էր։ Եվ նա հասկացել էր, որ Աստծո գործի ամենաառաջի խանգարողը դա ես եմ։ Այն եղբայրս, որ բարձրանում է իմ վրա,
Ես պետք է ուրախանամ։ Նա օգնում է ինձ, որպեսզի ես ապաշխարեմ։ Եթե քո միտքը մինչև հիմա չի բացվել դրա վրայով, աղոթի Աստված կհասկացնի, որ բարի է դա։ Ու հասկանում ես, որ այդ պատերազմի մեջ Աստծո գործի ուղիղ խանգարողը դու ես, ուրիշ ոչ մեկ։ Եվ տեսեք, այս նյութը, որ սենց խոսացին, բանից պարզվեց, որ ամենաանհնազանդ մարդն էլ ես եմ, հպարտ։ Ուզում եմ, որ ամեն անգամ իմս անցնի, ուզում եմ, որ ամեն անգամ, չգիտեմ, մանգաս մեկի հետ, որ բան եմ խոսում, իմս չի անցնում, նեղվում եմ, ներսս բորբոքվում է։ Այս եղբայրն ասեց, «Էդի գիտես խի ատենց, որտև էդի քոնն է։ Բայց որ դու առնես Տեր Հիսուսից ուզենաս փոխանցես, հանգարց մեկը հակաճառի, սուս կմնաս, որտև Տիրոջ հոգին հեզ է։ Էդի գիտեք մտածելու տեղ է տալի։ Ու երբեք համոզվեցի, որ չի կարելի քոն առաջ տանել։ Դու Տեր Հիսուսինը գտի։ Եվ Սուրբ գրքում գրված է, որ պետք է փնտրես ու գտնես, որովհետև ասում է շատ են մարդիկ եւ լայն այն ճանապարհը, որ տանում է դեպի կորուստ, բայց նեղա եւ նեղված այն ճանապարհը, որ տանում է դեպի հավիտենական կյանք եւ քչերն են, որ կգտնեն դա։ Բանից պարզվում է, որ եթե չփնտրես, չես կարա գտնես։ Այդպես չի լինում, որ փափուկ բարձի վրա դու պարկած ես, մեկ էլ հրեշտակը երկնքից իջնում, ասում է հերիք է պարկես, սիրելիս, արի մտի քո համար պատրաստված։ Ես վերջերս մենք մեր էլի ռուս եղբայրներից մեր եղբայրը այսօր վկայեց, անցած ճանապարհներ եմ նայում, ասում Աստված ջան, այս մարդիկ ինչ վարձքի հատուցում ունեն։ 30 տարուց ավել գաղութներով անցած, տառապանքներ, նեղություններ քաշած, ինչի համար։ Այն իրենց համար թող ապրեին էլի փափուկ։ Հրաժարվեին, գնային, ասեն, դե ինչին է պետք հավատացյալ լինել։ Գնացեք ձեր համար հանգիստ ապրեք էլի։ Երեխեք ունեք, աճացրեք, աշխատեք, դրեք։ Չէ, հենց պարտադիր պետք էր գաղութներով անցնել, նեղություն ու տառապանք քաշել, մերկ մանգալ, որովհետև նրանք գանձ էին գտե, գիտեք սիրուներս։ Գանձ էին գտե, եւ այդ գանձը փոխանցվել է մինչև այսօր մեզ։ Մենք էլ ունենք դա, սիրուներս։ Եվ տա Աստված, որպեսզի մենք կանանք գնահատենք սա։ Թող Աստծո Սուրբ Հոգին բացի մեր աչքերը, սիրուներս, բացի մեր աչքերը, որպեսզի մենք կանանք տեսնենք այդ գանձը իրական։ Եվ ուզենանք, ասենք, սա շատ կարևոր բան է, ուզենանք։ Այդ ուզենալու մեջ, գիտեք, ասենք, զոհաբերություն կա։ Երբ որ դու ուզում ես, ինչ-որ մի բան ես ձեռնարկում, երբ որ մենք ուզում ենք մի բան մեր կյանքում անենք կամ գնենք կամ մի բան ինչ-որ մենք գործողություն ենք կատարում։ Հիմա նույն բանն է, սերներս, եթե դու ուզում ես, պետք է փնտրես։ Տերն էլ ասում է փնտրողը կգտնի։ Ճիշտն ասած, սրա վրա ուզում եմ եզրափակեմ, չեմ ուզում, ժամանակը շատ կարճ է, եղբայրներից էլ կան, որ ուզում են ձեր հետ կիսվեն, սիրելի քուրեր, եղբայրներ ջան, ընդամենը կամփոփեմ։ Նշանակում է, որ եթե մենք այսօր ասում ենք, եւ եթե Սուրբ Գիրքը մեզանից պահանջում է արդարը հավատքով պիտի ապրի, ես իմ կյանքով պիտի հաստատեմ սա, ոչ թե բերանի խոսքով։ Հիշեք այս բանը, քո շրջապատը բոլորը հավատում են ասում, բայց ոչ մեկի կյանքը, կարելի ասել քչերի կյանքն է, համապատասխանում ավետարանին։ Կարող է ես էլ բռնվելու տեղ ունենամ։ Ես գիտեք մեր եղբայրները, ես ասում եմ եղբայրներ, ինձ իմ սխալը իմ դեմքին ասեք։ Պետք չի, ինձ ասեք, որտեղ որ ես սխալվում եմ, որտեղ ես դուրս եմ եկել մի ճանապարհ, որը տանում է երկնային արքայություն։ Ու ես չեմ ուզում, որ մի փոքր բանի համար բռնվելու տեղ լինի։ Ես ուզում եմ, որ եղբայրության մեջ, ժողովրդի մեջ անկեղծ միաբանությունով եւ սիրով։ Սա հավատքի ուղի է։ Եթե ուզում ես դու էլ նույն կանոնի մեջ լինել, Քրիստոսի մեջ լինել, ուրեմն ես ու դու մի ճանապարհի մեջ ենք։
Տիրոջ անունը թող փառավորվի։ Եվ արեք հիմա մի կարճ աղոթենք այն ինչի մասին, որ մենք իրար հետ պայմանավորվեցինք, մենք պետք է խնդրենք, գիտեք, խնդրենք, որ Տերը Սուրբ Հոգու մուրճով այցելի ու փլուզի մեր ներսի, մեր ձեռքով կառուցածը։